Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին ժողովուրդ ջան, ողջունում եմ ձեզ, բարձր տրամադրություն եմ մաղթում ու ասում եմ իսկապես այսօր հաղորդման սկզբից ուզում եմ ձեզ ասեմ, որ ես ձեզ շատ եմ սիրում եւ ուրախ եմ, որ դուք մշտապես մեզ հետ եք առաջին ծրագրի հետ։ Ես այսօր ձեզ առաջարկել եմ շատ համեղ բանջարեղենային մրգային աղցան, որը արտակարգ էներգիա է, վիտամինների պաշար է, այնպես որ կարծում եմ պետք է սա գրի առնեք եւ պատրաստեք եւ օրվա ընթացքում եւ հաջորդ օրերի ընթացքում եւ տոնական օրերին սա շատ հոյակապ, շատ թեթև, շատ էներգիալի աղցան է եւ ինչ է պետք դրա համար մեզ։ Ես այստեղ ունեմ կանաչիների միքս տարբերակ, տարբեր կանաչիներ կան, եւ սպանախ կա, եւ հազարի տերևներ, թերսիկներ կան, եւ ռուկոլա կա, եւ հետաքրքիր ուրիշ հավելացումներ կան։ Եվ այս բոլորին մենք ավելացնելու ենք մրգային վիտամինների պաշարը, այստեղ ունենք նարինջ, կեղևը մաքրած արդեն ես նախապես պատրաստել եմ, ունենք մանդարին, ունենք նռան հատիկներ եւ ամենակարևոր բաղադրիչը ունենք խաշված բազուկ, որը շատ օգտակար է հատկապես այս ձմռան շրջանում ու այս ամենը մենք հավելելու ենք հոյակապ ընկույզով եւս մեկ վիտամինային եւ իմունային պաշար, որը օրգանիզմին մեր շատ անհրաժեշտ է եւ այս բոլորը համալրելու ենք մեր շատ սիրելի նռան օշարակով։ Հենց Իջևանի գինու եւ պահածոների գործարանի արտադրանքը նռան օշարակը, որը հոյակապ համ կտա մեր այսօրվա աղցանին։ Այնպես որ մնում եք մեզ հետ, բայց չմոռանամ ասեմ, որ այս ամենին համալրելու ենք այս սպիտակուցը, մենք ունենք պանրիկ, որը չամիչով է, շատ համեղ է, մի խոսքով իդեալական աղցան է մեզ սպասվում, ես այս ամենին կարադառնամ քիչ ավելի ուշ, դուք մնում եք մեզ հետ, որովհետև այս պահին խոսքս փոխանցում եմ գործընկերներիս։ Դե եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ բոլորիդ, սիրելիներս, հուսով եմ նախաճաշել եք եւ արդեն մեկ գավաթ տաք սուրճով նստած եք հեռուստացույցի առջև, որպեսզի նայեք մեզ եւ իմանաք օրվա բաղադրատոմսը։ Ինչպես ասացի, այսօր պատրաստում ենք շատ համեղ վիտամինային աղցան, որի մեջ շատ բազմապիսի եւ մրգեր կան եւ բանջարեղեն։ Այստեղ ունենք կանաչիների միքս տարբերակ, մանդարին, նարինջ, նուռ եւ իհարկե բազուկ։ Բայց այս ամենը, որպեսզի ավելի համեղ դառնա եւ համալրվի ամբողջ վիտամինային փունջը, ավելացնելու ենք ընկույզ, ավելացնելու ենք պանրիկ եւ ամենավերջում ցողելու ենք նռան օշարակով։ Դե հիմա անցնենք գործի։ Այստեղ կանաչին է, մենք պետք է այն պարզապես ցողենք կիտրոնով, այստեղ կիտրոն ունենք, բայց սա ավելի ուշ։ Եթե հիմա կիտրոնով ցողենք, սիրելիներս, մի փոքր կանաչին իր տեսքը կկորցնի, դրա համար թողնենք սա ամենավերջում։ Հիմա մեզ պետք է ընդամենը ընկույզը տապակել, կարամելիզացնել, այսինքն մեզ պետք է թավա եւ պետք է շաքարավազ։ Ես շաքարավազ ահա դրել եմ այս կողմի վրա։ Եկեք փորձենք մի փոքր շաքարավազը հալեցնել եւ ընկույզը տապակել շաքարավազի մեջ։ Այսպես։ Մի փոքր հալչելուց հետո, սիրելիներս, ցանկության դեպքում կարող եք շատ քիչ, շատ աննշան այստեղ կարակ հավելացնել, որպեսզի ավելի այսպես սնուցող դառնա այս աղցանը, ավելի օգտակար դառնա այս աղցանը, բայց ամենևին պարտադիր պայման չէ, ցանկության դեպքում։ Ահա, սա թողնենք իրեն համար հանգիստ ուրեմն տապակվի, մենք նախապատրաստենք բազուկը։ Բազուկի համար ինձ հաստատ պետք է լինելու ձեռնոց, այս պարագայում չենք կարող առանց ձեռնոցի, որովհետև մեր ձեռքերը կներկվեն։ Ահա։ Իմիջիայլոց ուզում եմ անդրադառնալ բազուկի պատրաստման տարբերակին, ինչ եմ արել ես, սիրելիներս։
բազուկը եփել եմ միկրոալիքային վառարանում։ Ես խորհուրդ եմ տալիս հենց այդպես էլ անեք։ Երբ մենք ջրով ենք եփում բազուկը, ամբողջ վիտամինային այդ օգտակարությունը ուրեմն դուրս է գալիս հյութի մեջ։ Այսինքն այն համեղությունը, այն քաղցրությունը, որը հենց բազուկը ունի, ամբողջովին կորում է։ Դրա համար խորհուրդ եմ տալիս 1 տոպրակի մեջ դնել մաքրած բազուկը, նույնիսկ կարելի է անցքերով, այսպես պատարագաղով ծակել, դնել տոպրակի մեջ, դնել որևէ հրակայուն ամուր ամանի մեջ եւ տեղափոխել առանց հյութի, առանց հեղուկի, առանց ջրի, տեղափոխել միկրոալիքային վառարան եւ այդպես թողնել իրեն համար իր գոլորշիով կեփվի եւ դուք կզգաք տարբերությունը, թե ինչ հսկայական է ջրով եփված բազուկի համը եւ պարզապես այդպես եփված բազուկի համը, կամ եթե միկրոալիքային վառարանից չեք ուզում օգտվել, ապա սովորական ջեռոցում։ Այնպես որ այս խորհրդից եթե ցանկություն կա, հետևեք։ Ողջույն։ Բարի լույս, ես մեկ անգամ Բարի լույս։ ես եկել եմ քեզ օգնեմ կամ խանգարեմ կախված իրավիճակից։ Հիմա կհասկանանք Սոնա ջան։ Շատ ձմեռային տրամադրություն է այստեղ, մանդարիններ ես շատ եմ սիրում եւ իրենք ձմռան բույր ունեն։ Խորհրդանիշ են ասես, այո, ես համաձայն եմ քեզ հետ եւ իմիջիալոց տեսքով շատ փոքրիկ են, բայց շատ քաղցր եւ համեղ են իմիջիալոց։ Հիմա ես պետք է բազուկը մշակեմ, կխնդրեմ քեզ դանակ տասի ինձ։ Իսկ որ դանակն ես ուզում։ Արդեն այստեղ մենք համարյա թե այրվում ենք, այսպես ասած։ Ահա։ Մեղմ ասած։ Մեղմ ասած այրվում ենք, որովհետև ես բազուկի մասին երկար խոսելով մոռացա շաքարավազի մասին, բայց հոգ չէ, սա կթողնենք քիչ ավելի ուշ։ Ահա, մենք զբաղվենք բազուկի կտրատմամբ, այսպես, սիրելիներս ըստ ճաշակի, ինչպես կցանկանաք, կտրատելու տարբերակը կարելի է շատ սլայս տարբերակով կտրատել, այսինքն շատ բարակ, այնպես որ թափանցիկ մյուս կողմը երևա, կարելի է պարզապես քառակուսի խորանարդերի վերածել, որը ես հենց այդպես էլ կարծում եմ կանեմ, ավելի գեղեցիկ կդարձնի աղցանը։ Եվ ճիշտ եմ հասկանում, որ այս աղցանը կարող է նաև տոնական սեղանի զարդ լինել, որովհետև ես արդեն պատկերացնում եմ ինչքան գեղեցիկ է մատուցվելու։ Շատ ճիշտ ես ասում, գիտես ինչու գեղեցիկ կլինի, նաև շատ տեղին կլինի այս աղցանը, որովհետև ամբողջությամբ մաքրում է օրգանիզմը, այս բոլոր այո օգտակար ուրեմն մթերքները շատ այդ տոքսիկ միջավայրից կմաքրի մեր օրգանիզմը, այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման տոնական սեղանին, եթե ոչ առաջին, երկրորդ օրը, ապա երրորդ օրվանից կարելի է օգտվել։ Հրաշալի խորհուրդ է, իսկ մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Դե ինչ սիրելիներս, ահա տեսնում եք, մենք այստեղ նաև սուրճ ենք պատրաստում, ձեզ էլ հորդորում եմ, որպեսզի սուրճը պատրաստեք եւ մեր հետ միասին վայելեք այս համեղությունը։ Տեսար սուրճի անուն լսեցի եկա։ Շատ լավ արեցիր, որովհետև սուրճը արդեն եփվում է, մենք հենց հիմա կլցնենք բաժակների մեջ եւ կճաշակենք։ Հերոստատիտողին ասեմ, որ բազուկը կտրատված է, պանիրը կտրատված է, պանրիկը, այսինքն քաղցր պանրիկը, որը չամիջով է, բայց ամբողջությամբ կալցի է, օգտակար կաթնամթերք է մեր օրգանիզմի, հատկապես երեխաների համար։ Հիմա փորձենք մանդարինը հատիկավորել, որովհետև մեզ ինքը այսպիսին է պետք, այսինքն կտորներով է պետք, իսկ ասեմ, որ նարինջը ես ամբողջությամբ իր թաղանթը մաքրել եմ, մաքուր վիճակում է նարինջը, այնպես որ հենց այդպես էլ դուք ուրեմն հետևեք իմ օրինակին։ Սա ամանորյա հերթական աղցաններից է։ Այո, մենք քիչ առաջ խոսեցինք դրա մասին, որ կարելի է այո տոնական սեղանին անպայման ունենալ այս աղցանը։ Ինչ լավ։ Դե եթե արդեն բոլորը այդպես մտածում են, հա, ավանդական ստոլիչնին պիտի լինի։ Այո։ Դե առանց դրա ոնց որ թե չի ստացվում, ամեն տարի մտածում ենք այդ աղցանը այս տարի չենք անելու։ Բայց առաջինը հենց դա ենք անում։ Առաջինը դա ենք անում, որովհետև այս տարի շատ ինքը տրենդային ձևով է մատուցում։ Ես խոսք եմ տվել հերոստատիտողին։ Ես հերոստատիտողին խոսք եմ տվել, որ այդ տարբերակը մենք անպայման պատրաստելու ենք։ Վերջին տոնական օրերին մոտ արդեն մենք անպայման այդ աղցանը կպատրաստենք։ Ինքը process-ով բավականին իմիջիալոց ասեմ երկար է տևելու, որովհետև
գործողություն կա այնտեղ անելու, մենք պետք է խմոր պատրաստենք, հետո ստոլիչնի աղցանը լցնենք այդ խմորի մեջ ու ռուլետ պատրաստենք, ռոլի վերածենք։ Էնպես որ հետաքրքիրը դեռ արժևում է լինելու, սիրելիներս, դուք մնալու եք մշտապես առաջին ծրագրի հետ, որպեսզի տեսնեք ինչ է կատարվում այստեղ։ Համեղություններ են պատրաստում յուրաքանչյուր ամանորին ընթառաջ եւ բնականաբար այդ համեղությունները բոլորը ներկայացնում են սեփական բաղադրատոմսով։ Այս սրանից ոչ միտեղ չես կերել, ոչ մեկի տան այս բլինչիկից չես փորձել, այս տոլմայից քաշի, սա ամենահամովն է։ Մինչեւ դուք այդ հարցի պատասխանները կգտնեք, մենք կունենանք կարճատև դադար, հետո կվերադառնանք ու կհասկանանք ինչը ինչով ենք խառնում։ Դե ինչ եւս մեկ անգամ բարի առավոտ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Սիրելիներս արդեն պահն է հասել, որ պետք է իմի բերենք մեր այսօրվա օգտակար աղցանը։ Ահա այս ամանի մեջ ունենք միքս տարբերակը կանաչիների, ավելացնելու ենք բազուկը։ Մի քանի կտոր իհարկե կթողնենք վերջում ձևավորման համար։ Եվ այստեղ ավելացնում ենք կիտրոնի հյութը։ Որևէ այլ համեմունք չենք ավելացնում։ Ցանկության դեպքում կարող եք պարզապես մի փոքր աղ ավելացնել։ Այսպես փորձենք հենց այսպես ձեռքով խառնել։ Եվ այս ամենը տեղափոխենք արդեն մատուցման ամանի մեջ։ Ահա։ Սպիտակի եւ կանաչի համադրությունը այստեղ արդեն կարմիր գույնն էլ ավելացավ, շատ շքեղ է լինելու։ Հիմա ավելացնենք մեր ուրեմն թաղանթից մաքրած նարնջի կտորները։ Էլի մի քանի կտոր կթողնեմ ամենավերջում ձևավորման համար եւ իհարկե մանդարինի կտորները։ Այսպես առայժմ այս մի քանի ուրեմն հավաքածուն կթողնեմ ամենավերջում, հիմա ավելացնենք պանրիկի կտորները, այսպես, շատ ձմեռային, շատ վիտամիններով հարուստ եւ օգտակար։ Սիրելիներս, առայժմ այսքանը, մնացած շտրիխները կշարունակենք հետո, որովհետև այստեղ դեռ պետք է ավելացնենք ընկույզը եւ զարդարենք մնացած մրգերով։ Էնպես որ շատ հետաքրքիր է լինելու, չմոռանանք, որ վերջում այս ամենը ցողելու ենք նռան օշարակով, էնպես որ մնում եք մեզ հետ։ Ես խոսքս պետք է փոխանցեմ գործընկերներից, որովհետև շատ լավ զրույց է սպասվում մեր հյուրերի հետ։ Դե ինչ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ավարտում ենք մեր այսօրվա հաղորդումը եւ իհարկե մատուցում ենք մեր օրվա բաղադրատոմսը։ Ես չհամբերեցի ճիշտն ասած, մի քանի շտրիխ թողել էի վերջում, բայց չհամբերեցի, ցանկացա որպեսի հասցնեմ ժամանակի մեջ տեղավորվել եւ մատուցել շատ գեղեցիկ, ընդամենը մի քանի նռան հատիկ եմ թողել, որ ամբողջությամբ պետք է ավելացնենք մեր օրվա համեղ, օգտակար, էներգիավլի աղցանին, ահա, այստեղ լցնեմ այս ամենը, սա թողնեմ մի կողմի վրա եւ իհարկե մեր ընկույզը, որը շաքարավազով մի փոքր տապակեցինք, եկեք ընկույզները եւս լցնենք մեր աղցանի վրա եւ ավելացնենք այստեղ նռան օշարակը։ Սիրելիներս, խորհուրդ եմ տալիս անպայման այս աղցանը պատրաստեք, որովհետև հաստատ վստահեցնում եմ շատ եք հավանելու։ Եկեք փորձենք գեղեցիկ դասավորել, ահա, այսպես, ահա, եւ իհարկե ցողենք նռան օշարակով։ Անմահական է ստացվելու համը, ես վստահեցնում եմ ու խորհուրդ եմ տալիս անպայման
փորձեք այս գեղեցկությունը։ Ահա տեսեք ինչպիսի տեսք ունի եւ ինչպիսի հարստություն կարելի ասել, ես այսպես կարող եմ բոլոր կողմերից շրջել, որպիսի դուք տեսնեք ինչքան գեղեցիկ է։ Եվ իհարկե խորհուրդ եմ տալիս պատրաստեք, վայելեք, ճաշակեք ընտանիքի բոլոր անդամներով։ Ես շատ սիրում եմ ձեզ եւ ասում եմ ձեզ լավ նայեք, հետևեք ձեր առողջությանը եւ իհարկե մշտապես մնացեք մեզ հետ։ Կհանդիպենք։